Բարի լույս սիրելիներ, այսօր կիրակին է մեծ պահոց, այս կիրակին կոչվում է տնտեսի կիրակի և անիրավ տնտեսի կիրակի։ Անիրավ տնտեսի առակը և այդ պատմությունը կարող եք կարդալ Ղուկասի ավետարանի 16-րդ գլխում։ Ես անցնեմ այսօրվա մեր հոգևոր նախաճաշի խորհրդին։ Յուրաքանչյուր մեկս տնտեսներ ենք։ Աստված մեզ տալիս է տնտեսություն, թե մեր կյանքի ձևով, թե մեր ընտանիքի ձևով, թե մեր հասարակության, մեր ազգային պատկանելիության և այն բոլոր կետերով, որտեղ մենք անելիք ունենք։ Եվ հարցը տալիս հետո, ինչպես ենք մենք տնօրինում այդ տնտեսությունը, որքանով մենք կարողացանք ճիշտ վարվել այդ տնտեսության հետ։ Տերը գովում է տնտեսին, որովհետև իր նման է մտածում և կարողանում է այդ տնտեսությունը այնպես կազմակերպել, որ Տերը գոհ մնա իրենից, չնայած որ անիրավ ենք։ Այսօր հոգևոր նախաճաշի շեշտը հետևյալի վրա է. որքանով ենք մենք ճանաչում մեր Տիրոջը նախ եւ առաջ, որպեսզի Տիրոջ կամքի համաձայն շարժվենք, եւ որքանով մենք պատրաստ ենք այնպես անել, որ մեր Տերն էլ մեզ գովա, որպես իր տնտեսներ։ Ուրեմն սիրելիներ, այնպես կազմակերպեք ձեր տնտեսությունը, որ Աստված գոհ լինի ձեզանից։ Գովի ձեզ, ասելով, որ ապրես, բարի եւ ազնիվ ծառայես, եւ գիտես, թե ես ինչ եմ սիրում եւ ինչպես եմ սիրում, եւ իմ տված տնտեսությունը դու ճիշտ ես տնօրինում։ Ուրեմն պատասխանատվություն կրեք այն կյանքի համար, որ Տերը պարգևել է ձեզ, եւ կարողացեք այդ պատասխանատվությամբ լավագույնս ուրախացնել Տիրոջը։ Եվ վերջի վերջո, չէ՞ որ յուրաքանչյուր մեկս կոչված ենք փառաբանելու Աստծուն, տնտեսության միջոցով փառք տալու, որովհետև ամեն բան պատմում է Աստծո փառքի մասին, ինչպես կասեր Մարգարեն, երկինքը Տիրոջ փառքի մասին է խոսում։ Ուրեմն թող մեր գործերն էլ որպես տնտեսներ փառաբանություն դառնա Տիրոջ համար։ Եվ անիրավ տնտեսի այս առակը թող մեզ համար օրինակ լինի, որ օրենքի մեջ, իրավունքի մեջ ազնիվ տնտեսներ լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, Աստված օրհնի ամենքիս։